Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Վստահ ենք եւ մի շատ կարեւոր ձեր վերջին հարցադրումը ինձ հիշեցրեց մի կարեւոր կետ, որի մասին ուզում եմ նշել։ Մենք համաձայնագրում նշում ենք, որ այս ծրագրի գործողության ընթացքում սպանդանոցը պետք է ֆիքսված գնով ծառայություն մատուցի։ Օրինակ, եթե սպանդանոցը ասում է, այս մատուցում եմ 11000 դրամով, ինքը չի կարող նոյեմբեր ամսին դարձնել 12000 դրամ։ Ուրեմն ծրագրից դուրս է մնում։ Ֆիքսեցինք, որ 11000։ Ներողություն է համաձայնագրի կողմերը ովքեր են։ Մեկը ակնհայտ սպանդանոցն է, մյուսը համայնքը էկոնոմիկայի նախարարություն։ Եռակոմ։ Այո։ Համայնքի դերը որն է այստեղ։ Համայնքը ինքը ընթացիկ մոնիտորինգ է իրականացնում եւ դրա համար մենք իրեն 3% դրացիչ ծառայության վճար ենք տալիս։ Համայնքին։ Այո։ Մեր համայնքներին դրա համար վճարելու ենք։ Այո։ Եվ ինքը իրականացնում է ընթացիկ մոնիտորինգը, ուղարկում է մեզ, մենք այդ մոնիտորինգի հիման վրա վճարումներն իրականացնում ենք։ Հաջորդ հարցը. ո՞նց ենք մենք հավաստիանալու, որ այդ խոշոր եղջերավորանասունը իրոք մորթվել է։ Եվ դա մեր այդ դրոշմավորման ծրագիրն է մեզ գալի օգնում, այսինքն թիվը տեսանք, թիվը հանեցինք շրջանառությունից, այսինքն թվով ենք կողմնորոշվել, ուրիշ ինդիկատոր մենք չենք ունենում։ Ուրիշ ինդիկատոր չկա, կա անասուն, որը ունի իր ականջապիտակը։ Այդ ականջապիտակը, նախ պետք է այդ ականջապիտակը երևա, որ այդ պահին այդ անասունը մինչև այդ եղել է, դրանից հետո դուրս եկավ, այսինքն գնաց մորթ եւ իր ականջապիտակն էլա գալիս։ Երկրորդը անդորագրի պահն է, շատ կարեւոր։ Ինքը մեզ տվել է հայտարարություն, որ 11000 դրամով է անում եւ մենք համաձայնվել ենք։ Եվ ինքը ցույց է տալիս, որ ես այս մարդուց վերցրել եմ օրինակ 1000 դրամ։ Ուրեմն դա նշանակում է մեկ անասուն, մեկ ականջապիտակ, 1000 դրամի կտրոն, եւ մենք այդ մարդուն պետք է փոխանցենք, այո։ Եվս 10000 դրամ, որովհետեւ իր ծառայության արժեքը 11000 դրամ էր։ Դե տեսեք, հարգելի գործընկերներ, հիմա զուտ նախագծման փուլում հիմա շրջանը ըստ էության կարա փակվի։ Բայց էլի ուզում եմ հիշեցնեմ, որ 2018 թվականից սկսած այս սպանդանոցների թեման քննարկվում է։ Սկզբից հետաձգում, լավ մի հատ էլ հետաձգում, հետո էլի ասցինք, որ չէ, էլ չի լինի հետաձգել, չհետաձգեցինք ծրագրեր, բայց էլի չաշխատեց, էլի բարեփոխումը գնաց, իր խնդրին հանդիպեց։ Զուգահեռաբար 2023 թվականին մենք էլի մի քանի փորձից հետո դրոշմավորման ծրագիրը իրականացրինք եւ հիմա այս բարեփոխումը կարեւոր է, որ երկու բարեփոխումները գան հանդիպեն իրար եւ մենք ունենանք այն արդյունքը, որովհետեւ հիմա մյուս պայմաններ մենք դրոշմավորել ենք գլխականակը, բայց հիմա մենք չենք տեսնում, որ անասունը մորթվեց, որը չմորթվեց։ Եվ հիմա այ մյուս կողմից էլ այ հիմա այդ բարեփոխումը այստեղ կոնկրետ իր նպատակին ծառայելու է, որովհետև կա դրոշմավորված թիվ, չնայած նախկինի հետ կապված պետք է ուշադիր լինել, մի քիչ տեղ մնում է, բայց ոչինչ, գլոբալ հարցը լուծելու համար կարելի է գնալ եւ այդ ճանապարհով այդ այսինքն կարող է հիմի հետին թվով մորթեր լինեն սպանդանոցներում, բայց դա էլ է արդյունք, որ գոնե դրոշմապիտակները շրջանառությունից դուրս կգան։ Հիմա մենք որ գնանք հատ ստուգենք դրոշմապիտակները հավաքենք, հաստատ ավելի շատ փող ենք ծախսելու, քան այս մեխանիզմը գործարկելու դեպքում։ Հենց որ անկեղծ ասեմ, շատ լավ է հնչում, հույս ունեմ պրակտիկայում էլ այդքան լավ տեղի կունենա, ինչքան հնչում է, համեցեք։ Բավարարչապես շատ կարևոր դիտարկում եք անում, այդտեղ նշեմ, որ իրականում խնդիր կար, որովհետև դասական տրամաբանությամբ պետք է ականջապիտակը դուրս գրվի սպանդանոցում, մենք դա քանի որ չէինք կարող անել, որտեղ ընդամենը 16%-ն է մեր մորթի տեղի ունեցել սպանդանոցում 24 թվականին, որում դա լավ ցուցանիշ է, մեր ամենալավ ցուցանիշն է եղել երբևէ, բայց այստեղ մի հարց կա, որ լուծվել է նախկինում բավականին զուգահեռաբար, երբ որ մենք ունենք ականջապիտակի թիվ եւ համայնքներից վիճակագրություն, թե քանի անասուն ունենք Հայաստանում, թվերը շատ քիչ տարբերություն են տվել, որովհետեւ անասնաբուժները, երբ որ մտնում են այնտեղ, տեսնում են օրինակ 10 կով կա ականջապիտակով, բայց 6 կով է գոմում, իրանք 4-ին հանել են։ Անասնաբուժները հենց տեղում իրանք ունեն պլանշետ, իրանք այդ պլանշետով կարողանում են հանել։ Բայց ես նկատի ունեմ, բա պիտակը ուր է իրանց։ Այդ պակասող անասունների պիտակները, ականջապիտակները ուր են։ Ականջապիտակները
չեմ կարող ասել որտեղ եմ, բայց բացակայությունը Էսա բան պապոյան, ես ձեզ որոշում ուզի մեծ մտնի, 2 ամսով կհավաքվենք, կտեսնենք այդ բոլորը իհայտ կգան, բայց էլի ես առաջարկում եմ դրա վրա շատ չկենտրոնանալ։ շատ լավ։ Համեցեք բան։ Ես կարծում եմ հաջորդ փուլի մի հատ կարևոր խնդիր ունենք, որը պետք է լուծենք, հակառակ դեպքում այս լուծումը իմաստ չի ունենա, որովհետև իր լոգիստիկան էլ է շատ պրոբլեմատիկ հարց։ Մենք նախորդ անգամները քննարկում ենք, որովհետև եթե միսը էլի տրադիցիոն մենք այդ բանի հիգիենան պահում ենք ստանդարտը մորթի, բայց հետո ինքը էլի հայտնվում է Opel չասեմ, գազելի բագաժնիկում ու գալիս է խանութ, այդ ամբողջ իմաստը այդ սպանդանոցի կորում է։ Այսինքն ինքը մենք մտածում ենք ոնց անենք, որ իր ամբողջ շղթայով այդ ստանդարտը պահենք, էլի։ Պարոն Գրիգորյան, էդ էլ բանա, էլի այո, էլի որի որ տան այդ ստանդարտները դրել ենք, բայց էլի եմ ասում, հետևողականություն։ Մենք մեկա Ժորժ ջան, մի որոշմամբ Տեսեր չի ուզում բանը նիստը երկար տևի, բայց ախր խնդիրը գիտեք ինչն է, որ մեր որոշումները այն որ մենք հետևական անում ենք, պետքա դառնան իրանք մարմնի հիշողություն, ձեռքբերովի ռեֆլեքս պետքա դառնան։ Իսկ որպեսզի մի ինչ որ բան դառնա ձեռքբերովի ռեֆլեքս, պետքա այդ հին ձեռքբերովի ռեֆլեքսը հաղթահարվի։ Իսկ դրա ձևը անընդհատ հետևական գնալնա այդ թեմայի հետևից։ Մենք մեկը ասում եմ մի որոշման չենք լուծելու, եկել ենք, այս կետին հասել ենք, շատ լավ գնանք, էդ էլ զուգահեռ մի հատ էլ նայենք, այդ որոշումների մեջ ամեն ինչ ճիշտ է, թե ամեն ինչ այդքան էլ ճիշտ չի։ Հետո մեր տեսչական այդ գործառույթները եւ այլն հնդածս պետքա ուժեղացնենք, բայց ի վերջո մեր բոլորի նպատակը ինչ է, որ դա մարդկանց համար դառնա այնքան սովորական, որ ասենք դա լինի ոչ թե անհնար, այլ հնարավոր չլինի ինքը, որովհետև այդ տրամաբանությունը զարգանա։ Բայց այո, այդ որոշումները կայացրել ենք, չէ՞, նախկինում, տեղափոխման հետ։ Ես հիշում եմ նույնիսկ սպանդանոցներ են գնացել, որտեղ մեքենաները ցույց են տվել ինձ, ես էլ տենց բացել եմ եւ համոզվել եմ, որ այդ մեքենան ոչ մի անգամ օգտագործված չի։ Ինչպես այսօր շատ տեղերում գնում ենք եւ շատ բաներ տեսնում ենք, որ ոչ մի անգամ օգտագործված չի, չնայած մի տարի առաջ կամ ստեղծվել է կամ որոշումը կայացվել է, բայց ելի եմ ասում, պետք չի սրա վրա շատ կենտրոնանալ։ Լուծումը մեկն է՝ գնալ որոշումը կայացնել, հետևից գնալ, ստուգել, հետ գալ, նորից այնքան լավարկել, որ ինքը ու գնալ գալ, որպես դառնա ռեֆլեքս, դառնա ձեռքբերովի նոր ձեռքբերովի ռեֆլեքս։